մաքսիմալ հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար։ Խնդրեմ, համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, պարոն Պողոսյան, դուք նշեցիք, որ եթե համաձայնություն է տալիս անձը, ապա ֆինանսական կառույցները ինքնաշխատի եղանակով տեղեկությունները կփոխանցեն հայտարարագրման համակարգին։ Կարող ենք այնպես նախատեսել, որ դա մեկ անգամ արվի, ոչ թե բոլոր տարիների հայտարարագրերի համար, որ եթե ես այս տարվա համար հայտարարագրում գրել եմ, որ ես համաձայն եմ, որ ֆինանսական կառույցներից ստացվեն ինձ վերաբերելի տվյալները, ստիպված չլինեմ ամեն տարվա հայտարարագրման ժամանակահատվածում նորից մտնել եւ նորից այդ հաստատումը տալ։ Պարոն Խաչատրյան, այդպես էլ մտադիր ենք, այդպես ենք նախատեսել, ընդ որում եկամտատեսակների տարբերակում չենք դնելու, այսինքն չենք առաջարկելու, որ օրինակ ավանդի գծով հաշվեգրվող տոկոսի մասով տեղեկատվությունը տալ, բայց վարկերի գծով տեղեկատվությունը չտալ։ Մենք սրան նայում ենք որպես հավաքական երևույթ, այո, մեկ անգամ այդ համաձայնությունը կստացվի եւ կգործարկվի։ Պարոն վարչապետ, իսկապես շատ ավելի հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար այս համակարգը, բայց տենց հիմա կարող է հավելյալ ջանք գործադրենք եւ մի քայլ էլ անենք։ Ես բարձրացնեմ խնդիրը, ինչքան որ շատ տարածված է ընտանիքի անդամների միջև այդպիսի փոխանցումները։ Հազվադեպ չեն նաեւ ընկերների միջև, ինչ որ անձանց քանակ, որտեղ չեմ բարձր խոսքը մեծ գումարների մասին այստեղ չի կարող լինել։ Հիմա մի միտք ուղղակի քննարկումը լսելիս միտքը առաջացավ, գուցե շատ խոցելի լինի առաջարկածս։ Եթե նույն գումարը, նույն 100,000 դրամը անձից ինչ որ ժամկետի մեջ, ամիսա, տարվա կտրվածքով երևի, նույն 1 միլիոն դրամ, եթե նույն անձից գնում է նույն անձին եւ հետո հետա գալիս, առանց տոկոս, առանց բան հավելյալ եկամուտ չի գեներացվում եւ ըստ այդմ հարկման աղբյուր էլ չի։ Գուցե էդ էլ կարողանանք անձերով իդենտիֆիկացնի համակարգը, եթե Պողոսից գնաց Պետրոսին, Պետրոսից հետ եկավ Պողոսին, բան չկա լրացնելու։ Դե կենցաղային բան է, կարող է շատ ապատով մարդկանց մոտ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, առաջարկի համար, իրապես հաճախ հանդիպող երևույթ է մտերիմների շրջանում, բայց ձեր թույլտվությամբ ես առաջարկում եմ, որ մենք որոշ ժամանակ անց այս քննարկմանը